Արցախցիների բռնագաղթից հետո ի վերջո ես չեմ տեսնում ստրատեգիան պետության կողմից։ Ես չեմ տեսնում պետության կողմից կոչ ընդունել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Երկրորդը ես չեմ տեսնում նաև արցախցիների մոտ ինչ որ ձևակերպված հիմնավոր պահանջ այն իմաստով կամ առաջարկ այն իմաստով, որ եթե դու ասում ես, բայց ես չեմ ուզում Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնամ, բայց չես ուզում Հայաստանի Հանրապետությունից։ Այստեղ հարց է մնում, էլի։ Մեկ երկրորդը ասում են գալու ենք, չգիտեմ, սևացնենք, ոնց որ ինքը մեր կյանքը սևացրեց։ Գնացեք ձեր Զորի Բալայանի կյանքը սևացրեք մի հատ, հա։ Այդ Զորի Բալայանի շկոլայի արտաթորանք ձեր նախկին ղեկավարների կյանքը սևացրեք։ Չհասկացա։ Թողա ձեզ թողելու, որ դուք Հայաստանի համար վերածվեք սպառնալիքի ռուսների ձեռքում, ընդ որում առանց մի հատ խելքների զոր տալու։ Արցախի էջը փակել չփակելու մասին չի խաղաղության պայմանագիրը։ Խաղաղության պայմանագիրը խաղաղության մասին է, որովհետև Հայաստանին պետք է կենսականորեն պետք է այդ խաղաղությունը։ Եվ պետք է շատ կարևոր բաների համար։ Հայաստանը պետք է զարգանա, առանց զարգանալու Հայաստանը կմեռնի, դա եք ուզում։ Եթե դուք դա եք ուզում, մենք ոչ միայն ձեզ հետ համերախ չենք լինի, հա, այլև ձեզ թույլ չենք տա դա ուզել։ Հասկանում եք, այդ նշանակում է, որ ելով չի ուզում։ Այ դուք նրանց հետ եք, այլ ոչ թե մեր։ Եվ մենք կանենք համապատասխան հետևությունները, բայց այստեղ պետքա պարզություն մտցնել, էլի։ Շատ լավ հավաք են, բայց այդ հավաքների ժամանակ մենք էլ մի հատ կհասկանանք իրենք ինչ են առաջարկում։ Այդ հավաքի իմաստը դա է, չէ՞, ոչ թե հավաք հանուն հավաքի։ Մեկ երկրորդը այստեղ շատ կարևոր մի բան կա։ Եկեք Հայաստանի համար քաղաքականություն, արտաքին քաղաքականություն մի թելադրեք։ Շատ պարզ պատճառով այսօր Հայաստանի համար թիվ 1 առաջնահերթությունը անկախության եւ սուվերենության պահպանումը, մեկ, եւ երկրորդ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի արդեն փոխադարձ պարտավորություններ պարունակող համաձայնագրի, համաձայնեցված համաձայնագրի ստորագրումը եւ ցանկացած գործողություն, որը կարող է ուղղակի կամ անուղղակիորեն առիթ տալ Ադրբեջանին մեղքը մեր վրա բարթելով խուսափել ստորագրելուց, դա կներեք մեզ ձեռ չի տալիս։ Մեկ, երկրորդը դա սպառնալիք է մեզ համար։ Եվ երրորդը դուք գործիք մի դարձեք ուրիշի ձեռքում, մանավանդ այն թերմացքի, ովքեր ժամանակին տասնամյակներով եւ Հայաստանը եւ Ղարաբաղը ոտից գլուխ կերել են մենակ։ Ու դրա արդյունքն է, որ այս ամեն ինչը սենց վերջացավ։ Այս ամենը պետք է ուղղակի ականջներին օղանի յուրաքանչյուրը, այս մարդիկ մեծ դժբախտության մեջ են։ Մարդկանց, այո, հոգեբանորեն պետք է հասկանալ։ Եվ այո, այդ իմաստով այդ հոգատարության կարիքը, որ իրենք այստեղ իրենց օտար չզգան, այդ ամենը պետք է։ Եվ ստեղ ես թե մարդկայինորեն ասեմ, թե բոլոր առումներով, բարոյական առումով ասեմ, այս ամենը ուղղակի աքսիոմա է ինձ համար։ Բայց ի վերջո նաև որոշակի փոխադարձություն էլ է պետք էլի, երևի ասում։ Հնարավոր չի այս ամենը խելքի բերել, եթե ի սկզբանե ասվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինել չենք ուզում։ Հայաստանի կառավարությունը ի վերջո այս հարցը պետք է մի հատ վերջնական, տրամաբանական ավարտուն ձև տա այս ամեն ինչին եւ մինչեւ վերջ հետևից գնա, որ այո, բոլոր այն արցախցիները, ովքեր որ ինտեգրվեն, դառնան լիիրավ անդամ մեր հասարակության։ Դե իսկ ով էլ մինչև վերջ համառելու է, պետք է իմանա համառելու հետևանքները որն են։